Հովհաննես Առաքյալի ընդհանրական առաջի թուղթը 3 Աստծո որդիները Տեսեք, ինչպիսի սեր շնորհեց մեզ Հայրը, որպեսզի մենք կոչվենք Աստծո որդիներ։ Աշխարհը մեզ չի ճանաչում նրա համար, որ նրան էլ չճանաչեց։ Սիրելիներ, այժմ Աստծո որդիներ ենք, եւ դեռ հայտնի էլ չէ, թե ինչ ենք լինելու։ Գիտենք, որ երբ նա հայտնվի, լինելու ենք նրա նման, քանի որ նրան տեսնելու ենք այնպես, ինչպես նա կա։ Եվ ամեն ոք, որ այս լույսն ունի իր մեջ, մաքրում է ինքն իրեն, ինչպես որ նա է մաքուր։ Ամեն ոք, ով մեղք է գործում, նաև անօրենություն է անում, եւ մեղքն ինքնին անօրենություն է։ Եվ գիտենք, որ նա այն պատճառով հայտնվեց, որպեսզի վերացնի մեղքերը, բայց նրա մեջ մեղք չկա։ Ամեն ոք, ով բնակվում է նրա մեջ, չի մեղանչում, եւ ամեն ոք, ով մեղանչում է, ոչ տեսել է նրան եւ ոչ էլ ճանաչել։ Որդյակներ, թող ոչ ոք ձեզ չխաբի, ով արդարություն է անում, արդար է, ինչպես որ նա է արդար, եւ ով մեղք է գործում, այդ սատանայից է, քանի որ սատանան մեղանչող է ի սկզբանե։ Աստծո որդին հենց նրա համար հայտնվեց, որ քանդի սատանայի գործերը։ Ամեն ոք, ով Աստծուց է ծնված, մեղք չի գործում, որովհետև նրա սերմը մնում է նրա մեջ, չի էլ կարող մեղանչել, որովհետև Աստծուց է ծնված։ Սրանով են տարբերվում միմյանցից Աստծո որդիները եւ սատանայի որդիները։ Ամեն ոք, ով արդարություն չի գործում, Աստծուց չէ, նույնպես նա, ով չի սիրում իր եղբորը։ Սիրել միմյանց, քանզի այս է այն պատվիրանը, որ լսեցինք ի սկզբանե, որ սիրենք միմյանց։ Ոչ ինչպես Կայենը, որ չարից էր եւ սպանեց իր եղբորը, եւ ինչու սպանեց նրան, որովհետեւ իր գործերը չար էին, իսկ եղբոր գործերը բարի։ Եվ մի էլ զարմացեք, եղբայրներ, որ աշխարհը ատում է ձեզ։ Մենք գիտենք, որ մահվանից դեպի կյանք անցանք, քանզի սիրում ենք մեր եղբայրներին, իսկ ով չի սիրում եղբորը, մնում է մահվան մեջ։ Ամեն ոք, ով ատում է եղբորը, մարդասպան է, եւ գիտենք, որ ամեն մարդասպան իր մեջ հավիտենական կյանք չունի։ Սերը նրանով ճանաչեցինք, որ Հիսուս իր կյանքը տվեց մեզ համար։ Մենք էլ պարտավոր ենք մեր եղբայրների համար տալ մեր կյանքը։ Ով այս աշխարհի բարիքներից ունենա եւ տեսնի իր եղբորը մի բանի կարոտ ու փակի իր սիրտը նրա առաջ, Աստծո սերը ինչպես կարող է բնակվել նրա մեջ։ Որդյակներ, խոսքերով եւ լեզվով չսիրենք, այլ գործով եւ ճշմարտությամբ։ Եվ հենց դրանով ճանաչած կլինենք, որ ճշմարտությունից ենք, եւ նրա առաջ կանգնելու վստահություն կունենան մեր սրտերը։ Եթե մեր սրտերը դատապարտեն մեզ, մենք գիտենք, թե Աստված ավելի մեծ է, քան մեր սրտերը, եւ նա գիտե ամեն բան։ Սիրելիներ, եթե մեր սրտերը մեզ չդատապարտեն, համարձակություն կունենանք Աստծո առաջ։ Եվ ինչ էլ որ հայցենք, կստանանք նրանից, որովհետև պահում ենք նրա պատվիրանները եւ կատարում նրան հաճելի բաները։ Եվ նրա պատվիրանը այս է, որ հավատանք իր Որդու Հիսուս Քրիստոսի անվանը եւ սիրենք միմյանց, ինչպես որ նա պատվիրեց մեզ։ Եվ ով պահում է նրա պատվիրանները, բնակվում է Աստծո մեջ եւ Աստված նրա մեջ։ Եվ մեր մեջ Աստծո բնակվելը իմանում ենք Սուրբ Հոգու միջոցով, որը նա տվեց մեզ։